Ողջույն սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ռադար զրույցը։ Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին այսօր կխոսենք հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան, շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն ձեզ։ Անդրադառնանք հայաստանյան վերջին ներքաղաքական թեմաներին, այսինքն խորհրդարանական ընտրությունները արդեն ավարտվեցին, հայտնի են արդյունքները, գոնե նախնական մինչև սահմանադրական դատարանի որոշումը կլինի։ Տեսեք, այսպեսի մի հետաքրքիր բանն է առանձնանում։ Ընդդիմությունը ասում է, որ իշխանությունը նաև ԲՀԿ-ից այդ մանդատներ վերցնելով, թույլ չտալով անցնել, իրենք են կեղծել։ Իսկ իշխանությունն էլ, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, այս ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որ պիտի գա նոր խորհրդարան, ձևավորվել է ամբողջովին ապօրինի գործունեության արդյունքում, այսինքն այդ քաղաքական միավորը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է։ Այն չէ կարծում, երկու բևեռն էլ, այսպես ասած, կեղծիքի կամ ապօրինության մասին է խոսում։ Երկուսն էլ ճիշտ են։ Սովորական քաղաքացիս միայն մի բան կարող է ասել, նա էլ նրանց ասել մի դրանշան նման յոլա գնացեք։ Երկուսն էլ ճիշտ են։ Կկարողանան յոլա գնալ ըստ ձեզ։ Ոնց են նախորդ 4-5 տարիներին յոլա գնացել, նույն ձևով էլ կանեն, սա մեծ թատրոն է, մեծ, շատ մեծ թատրոն։ Դժբախտաբար, որի դեկորը կամ գուցե հանդիսատեսն ենք ընդամենը մենք քաղաքացիներս եւ ոչ թե երկրի տերը։ Իսկ ռեժիսորը եւ սցենարիստները ովքեր են։ Դրանք լրիվ ուրիշ տեղում են, այստեղ կատարածուներ են։ Դրանք ուժային կենտրոններում են, նույնիսկ ուժային կենտրոններից էլ ավելի վեր ուրիշ շրջանակներում են դիրիժորները նստած։ Ուժային կենտրոն արտերկիր նկատվում եք։ Այո, Մոսկվա, Վաշինգտոն, Լոնդոն, Անկարա, այո, բայց նրանցից վեր էլ բաներ կան, այնտեղ է որոշվում։ Ամեն ինչ մնացածը բեմականացնում են բնականության համար։ Նպատակը, գիտեք, եթե մենք ասենք Թոյնբի տեսությամբ եթե գնանք, պատմության այդ ցիկլային զարգացման տրամաբանությամբ շատ հետաքրքիր բան է ստացվում։ Մարդկությունը երբեմն մի քանի հազարամյակը մեկ, հիմա մի քանի հարյուրամյակը մեկ էր, հիմա եկանք արդեն տասնամյակներ, ոնց որ գիտատեխնիկական միտքն առաջ են գնում։ Մեր պատկերացումները մեր ստեղծած տեխնոլոգիաներից հետ են ընկնում եւ այդ խզումը ցնցում է առաջ բերում։ Հիմա սովորական է դարձել տուրբուլենտություն են ասում, տուրբուլենտություն։ Դա կարող է արտահայտվել պատերազմներով, ինչպես որ արդյունաբերական ցանկացած հեղափոխությունից հետո, առաջին հեղափոխությունից, երկրորդ, երրորդ, չորրորդ հեղափոխությունից, այդ տուրբուլենտություն եղավ, հիմա էլ նույն բան է, տեխնոլոգիաներն առաջ են գնացել եւ աշխարհի նոր վերաբաժանման խնդիր կա, պայքար է ռեսուրսների համար։ Դե հիմա փոքր ժողովուրդներն էլ, փոքրականակ ժողովուրդներն էլ կամ կվերանան պատմության ասպարեզից, ինչպես որ եղել է ամեն անգամ, օրինակ սրանից 100 տարի առաջ մոլորակի վրա կրկնակի անգամ շատ ազգեր ու ազգություններ կային, քան հիմա են։ Դա բնական process է, եւ առաջանում են նոր ազգեր։ Հիմա, եթե մեզ անդրադառնանք, մեր խնդիրը որն է, ոտի տակ չգնալ պարզապես, եւ եթե կարծում ենք, որ մենք ապրելու իրավունք ունենք, ապա պիտի քայլերի հստակ օրակարգ մշակել, ինչպես քայլենք, որ ոտքի տակ չմնանք։ Եվ հանուն ինչի է, որ արժի որ հայ ժողովուրդն ապրի մոլորակի վրա։ Այնքան ժողովուրդներ են եկել գնացել, ուր են հին եգիպտացիները, խեթերը, չգիտեմ, Եվրոպայում ապրող ժողովուրդներ, որ հիմա վերացել են եւ խոշոր բեկորներով են մեզ հանդես գալիս, ասենք ֆրանսիացիները, ուր են գալերը նախկին, կամ սաքսերը, մյուսները չկան։ Մենք էլ երևի թե կամ կվերանանք, կամ եթե մենք դեռ մոլորակին տալիք ունենք, մենք կմնանք, բայց դա մենք ինքներս պիտի գիտակցենք, մենք ունենք տալիք եւ արդյոք ուզում ենք տալ մոլորակին ինչ-որ մի բան, թե մեզ ավելի հեշտ է, այսպես էլի, հենց մեր հարսանիքների, խնջույքների ժամանակ, որ պարում են, որ համ պարում են, համ չեն պարում, ձևեր թափելով, այդպես սղացնենք, էլի մի կերպ յոլա գնանք, չէ, պատմությունը դուրս է շպրտում նմաններին, իսկ մենք առաքելություն ունենք, թե չէ, այդ խնդիրը առաքելություն ունենալու խնդիրը ամենասկզբից, մեր երրորդ հանրապետության սկզբից դրված է եղել եւ մեծ վեճի առիթ են երկու տիտաններն էին վիճում իրար հետ իրենց թիմերով, Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ոչ մեկի մտքի տիտան լինելուն հնարավոր չէ կասկածել,
Վազգեն Մանուկյանը չափազանցված առաքելություններ ասում, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր ոչ ծառտնկելն է հենց հայրենասիրությունը։ Իհարկե մի քիչ կոպիտ է, բայց հասկացողն հասկանում էր, որ մարդը շատ խորքային բաներ ասում։ Հիմա մենք պիտի հասկանանք ինչ ենք տալիս։ Տալիք ունենք աշխարհին, թե չունենք։ Օրինակ Նիկոլն ասում էր Արմենիա Մարիոթը, նույնիսկ Արմենիան էլ չէ, Մարիոթը, հայտարարում եմ ազգային բրենդ։ Այնքան այդպիսի լավ հյուրանոցներ կան, դրանից 100-ապատիկ ավելի լավ հյուրանոցներ։ Եթե դա է մեր բրենդը, աշխարհի համար մենք հետաքրքիր չենք եւ ավելորդ ենք, ինչպես մեր եղունգները, երբ երկարում են, կտրում եւ դեն ենք նետում։ Այդպես ավելորդ օրգանիզմ ենք մենք, թե աշխարհին տալիք ունենք։ Ունենք ըստ ձեզ։ Ինչ կարող ենք տալ այդ դեպքում։ Շատ լուրջ հարց է, չեմ կարծում, թե դա միայն իմ պատասխանելիքն է, բայց իմ այսօրվա դրությամբ համոզումն այն է, որ ելնելով եւ մեր պատմության նախընթաց տրամաբանությունից, ոչ թե վերջին 100-200, այլ 1000, գուցե 2000, գուցե 5000 տարվա տրամաբանությունից եւ հատկապես այսօր մեր շուրջը ստեղծված իրականությունից եւ գումարած նաեւ մեր աշխարհագրական դիրքից, թեև աշխարհագրական դիրքերը փոխվում են աշխարհի գլոբալացման հետ միասին, մենք երևի թե այդ երկու խոշոր, եթե հակագիտականորեն երկու խոշոր քաղաքակրթություն ասեն, հա, արևմտյան արևելյան, թեև այդպես չէ, էլի։ Մենք երևի թե կամարն ենք, իդեպ գիտնականները վիճում են արդյոք կամարի հայրենիքը Հայաստանն է կամ ոչ։ Գիտեք, կամարը շատ հետաքրքիր բան է։ Ինչքան ցեմենտ բետոնով ուզում եք ուղիղ բան սարքեք, այն ամենաուժեղ ցեմենտով, արմատուրայով բանով, հա։ Միևնույն է ավելի թույլ է, քան առանց շաղախի նույնիսկ այդ կամարը։ Այդ կամարը մի հատ մեջտեղի բան ունի։ Քարը։ Իդեպ միջնադար, մենք երևի այդ քարն ենք։ Միջնադարում դա անուն է ունեցել, այնքան հետաքրքիր է, մեր ճարտարապետական խոսույթի, ասեմ, կամ տերմինոլոգիա եզրաբանության մեջ ունեցել է։ Սիրտ կամարո։ Մենք սիրտն ենք, սրտի ֆունկցիա կատարենք, թե մենք կույրաղիք ենք, մենք թոքերն ենք, մենք ինչ ենք։ Այդ թոքերի մասին խոսում են, չէ՞, կարելի է Հայաստանը օրգանիկ բան, մեր նախորդ նախագահը Արմեն Սարգսյանն էլ, չէ՞, այդ օրգանիկ ասում, խելոք բաներ ասում, բայց եթե դիսկրետ առանձին վերցնեք, դա լուրջ չէ միայն։ Մենք այդպես օյոիկ բամբակների մեջ ենք պատկերացնում, որ մի հատ էլ մուննաթ հայկական մուննաթը թե աշխարհը մեզ պարտական է, բա ոնց բա մենք որ sense տվել ենք Արամ Խաչատրյան բան առաջին քրիստոնյա ազգ։ Հա։ Այդտեղ ենք սխալվում, գոնե այնքան պարկեշտություն ունենանք, ասենք պետականորեն առաջին ընդունած, դա շատ նորմալ է իրոք։ Դափնում որևէ մեկը չի, բայց ազգին ասորիները մեզնից ավելի ամբողջ ազգով քրիստոնյա էին այդ ժամանակ, կամ հույների մեծագույն մասը։ Այնպես որ մենք մեր տեղը պիտի գտնենք, ես կարծում եմ մենք փոքրիկ ոտատեղը ունենք դրա համար, այն ոտնատեղը, որի մասին Արքիմեդն ասում էր, տվեք ինձ հենակետ եւ ես կշրջեմ աշխարհը, այսինքն մեր խնդիրը որն է, այսպես տարածվել, ինչպես կայսրություններն արեցին։ Բոլոր կայսրությունները մի պահ մենք էլ ենք ունեցել մի 20 տարվա միջակայք, հա, Տիգրան Մեծի ժամանակ, բայց դա մերը չէր, իդեպ շատ հետաքրքիր է ասում այդ մասին Թոմաս Էդվարդ Լոուրենսը, Լորենս Արաբիացին, որ ասում է հայերը մի անգամ ունենալով կայսրություն շատ հանգիստ ձեռքից տվեցին, որովհետև հասկացան, որ դա իրենցը չէ։ Մեր ամենամեծ մտածողներից մեկը, կարծում եմ շատ մեծագույն են, հիմա մենք ուղղակի թիթիզ անուններ ենք ասում սովետից մնացած, չէ, մի հատ կերպար կար, Կոստան Զարյան, շատ խորը կերպար, պատկերավոր ասում է, հայերի նժույգները հասան, ծովային ժողովուրդ չեն, հայերի նժույգները հասան լեռան գագաթներին, երբ ծովն երևաց, վրնջացին, ձիերը ծարս եղան եւ այլևս առաջ չգնացին։ Մեր Թումանյանն իր ողն ուղեղով զգացել են, ռեժիսորը չգիտեմ ով է, բայց փառեղ ֆիլմ է Ձախորդ Փանոսը։ Իշ մեկ այնտեղ որ գնում են, որ կորած Փանոսի դիակը գտնեն լճում, ասում են լավ, այստեղ մի լող իմացող մարդ չկա, որ ախպերս այսպես պիտի գնա կորչի, ասում են ախր մենք անտառի ժողովուրդ ենք, մենք ջրի ժողովուրդ չենք, այնտեղ էլ մեկը մի հանճարեղ արտահայտություն անում, ասում են էտա է, այս էտա են մենք կկարողանանք հասկանալ որն է մեր էտան, մենք ինչի ժողովուրդ ենք, մենք անտառի ժողովուրդ ենք, մենք ծովի ժողովուրդ ենք,
թեկուզ կինոյում ասենք անախրոնիզմ են արել, ինչ որ ծովային կիլիկիասներ չէ, այդ ֆիլմի մեջ ծովահենները կիլիկյան հայերը իբրև ծով չէ, մենք ծովի ժողովուրդ չենք, ինչքան էլ կիլիկյան շրջանում նավահանգիստներ ունենայինք։ Մերը երևի քարանձավում փակված մահերն է։ Ավելին այդ մահերը գիտեք ոնց է կենթանի կյանքում արտահայտվում, քարանձավի միջից մեր պոեզիայի գագաթը տվեց, մեր մտքի գագաթը տվեց Գրիգոր Նարեկացին։ Այսինքն մենք մեր քարի հետ Համոսահյանն էլ է ասում, չէ՞, այդ մենք մեր քարի մերը որն է, մեր ճանաչենք ինքներս մեզ, ախր մենք Երևան էինք կառուցում Էրեբունի, հա, մեր Արգիշտին։ Այդ նույն պահին Դելֆյան տաճար էին Պառնասում կառուցում, Դելֆի քաղաքում Արտեմիսի տաճարը, Ապոլոնի տաճարում այսպեսի արտահայտություն կա, ճանաչիր ինքդ քեզ, ինչև հիմա պահպանված։ Հին հունական փիլիսոփայության համար խարսխային արժեք է ունեցել, ճանաչիր ինքդ քեզ։ Մենք մեզ չենք ճանաչում, բայց չգիտես որ իրավունքով մուննաթ են գալիս, ոնց որ օտարներն եկան մեր, եթե կեղծել են, մեր ընտրությունները կեղծեցին։ Օտարներն եկան այդ ինքնաթիռներով ստեղի չեն, տուրիստական քվեարկեցին ու գնացին, չէ՞ մենք ենք։ Հիմա մենք սա ենք, երկնքից ուրիշ ժողովուրդ չի իջնելու, սա ենք։ Ուզում ենք լավարկվել։ Փորձենք լավանալ, ինչ է պետք դրա համար։ Մենք դրա համար առաջնորդին տգետ չլինել, իսկ տգիտությունը, որ մայրն է բոլոր չարիքների, տգիտությունը չի փարատվում շատ գրքեր կարդալով, նույնիսկ շատ ինֆորմացիա կուտակելով, բացարձակապես խնդիրն այն է, թե իրերի երևույթը հասկանում ենք, այո, էությունը հասկանում ենք, թե մենք մենակ ձևի ժողովուրդ ենք։ Մենք էության ժողովուրդ ենք, թե ոչ մեր անհատներն էության են, թե չէ։ Իսկ տեսեք դուք ել խոսեցիք կեղծվել են, չեն կեղծվել ընտրությունները, հա, այսպեսի հարցադրում արեցիք։ Այնուամենայնիվ ձեզ համար կեղծվել են, թե ոչ։ Գիտեք, ես մի քիչ երկար եմ ապրել։ Ես տեսել եմ մեր առաջին ընտրությունները, որ բառակայր կոմունիստների ժամանակ եղավ եւ ռադիկալ կոմունիստները եկան Արցախյան շարժման առաջնորդները, բառակայր ընտրություններ էին։ Չնայած այն ժամանակ էլ ծեծու ջարդեր կային։ Մինչև 2008 թվականի ընտրությունները, երբ Գյումրիում, որի պատասխանատուներից մեկն է, ես 3 պատասխանատուներից մեկը Գյումրիում, հետևից այսօր որ Բերթուն Վերենկած այդ Վարդանիկի ճտերը ոնց էին ընկել հետևից մահապորցեն։ Ես այնտեղ հայտարարություն արել եմ, net չլինի որ հիմա հետևից խոսում եմ։ Այն ինչը որ ժամանակին չեմ ասել, ինձ իրավունք չեմ վերապահի ասել։ Որտեղ մասիվցիվ ինձ համար կոնկրետ բաներ կան, էլի պանյատներ կան, որոնց վրայով երբեք անցնել չի կարելի։ Մենք տեսել եմ այդպիսի ընտրություններ, սա նրանց հետ համեմատած լավ է։ Հիմա չափորոշիչը ո՞րն եք վերցնում, եվրոպացիների ասածը, այն կապիկությունները, որ անում էին ընտրությունների ժամանակ սպանում էին, չգիտեմ, արկղեր էին գողանում, բան եվրոպացիք էլի էին ասում, չէ, սա քայլ առաջ է։ Հիշում եմ, որ 2007 թվականին ես իրենց հետ հանդիպման ժամանակ, կարծեմ Նիկոլն էլ կար, այսօրվա Խաչատրյան, Վահագը, Բաբիկը, բան, հա, դրանց հետ որ հանդիպում, ասի ես գիտեմ, ուզում եք ասեմ դուք մի ամիս հետո ինչ եք գրելու տակ, որ ճիշտ է, որոշ թերություններ կային, բայց սա քայլ առաջ էր։ Մեզ դրել եք պապուասների տեղ։ Կարևորն է նա, որ մենք իրաց չենք ուտում։ Հա մարդակերություն չեղավ, ուրեմն արդեն քայլ առաջ է։ Մեզ այդպես են նայում, իսկ մենք քիչ առաջ ասում էինք, հա, քրիստոնյա առաջին, հա, սկբա, գիտայտազոտական, միտայտազոտական, չէ, ներքին պարկեշտության խնդիր կա, մենք մեր այդ գծերն ունենք, թե չունենք։ Ընտրակաշառքի մասին էին այս ընտրություններում շատ խոսվում եւ կոնկրետ հենց իշխանությունը ընդդիմությաններ մեղադրում ու շարունակում է մեղադրել ընտրակաշառք բաժանելու այն էլ զանգվածային, ոչ թե 1-2 էպիզոդ, այլ համակարգված ընտրակաշառքի մասին է խոսում։ Այդ սա շատ հետաքրքիր է, այստեղ իհարկե բրավո անձամբ կոնկրետ մենակ Նիկոլին, որ առաջին անգամ այսպեսի բան եղավ, ոչ թե ընդդիմությունն է ինչպես միշտ մեղադրել իշխանություններին, որ ընտրակաշառք է բաժանում, այլ ընդհակառակը իշխանությունն է եւ մեծապես ճիշտ է։ Անենց չի որ իշխանությունը չի բաժանում, օրինականացրած ընտրակաշառք է տալիս մի տարի շարունակ, հա։ Ասենք, ես մի անգամ ասել եմ եթերում, կարող եմ ձեզ մոտ էլ հնչեցնել, իմ 1 տարվա աշխատանքություն, 1 ամսվա պարգևավճարը պետական պաշտոնյայի ավելին է, քան իմ 30 տարվա, 3 չէ, 30 տարվա աշխատավարձն է։ Ես չեմ կարծում, թե իմ ներդրումը պակաս է։
նոր սերունդ կրթելու կամ մասնագիտական ծառայություններ մատուցելու հարցում, բայց այստեղ ես կուզենայի ավելի խորքային բանի գնանք, թե ով է ճիշտ, սխալ բան է, թող գողականները որոշել, էլի ճշտի ու սխալի բան է, դաշտը, ավտորիտար դաշտը իմը չէ։ Գիտեք, 95 թվականին ես հիշում եմ, երբ որ ամենավիճահարույց ընտրությունները եղան, նոր Հայաստանում առաջին անգամ եւ վիճահարույց եղավ խորհրդանական եւ հիշում եմ անունը չտամ իմ կենթանիա բարի բուն եւ փոխաբերական իմաստներով հարցազրույց էր տվել թերթում մեկը ժամանակա կարևոր ասում էր հա գնացեք այն ժամանակ պետություններ կաշառտես, հա իշխանավորները ավելի շուտ ոչ թե պետությունը ասում էր գնացեք վերցրեք կաշառքը, բայց իրանց մի ընտրեք։ Գիտեք, կաշառք վերցնել ընդհանրապես անբարոյականություն է։ Մենք մտնենք բարոյականության դաշտը, դա շատ կարևոր բան է։ Մենք այստեղ ենք քանդված, կազմաքանդված։ Իսկ եթե վերցրել ես դու մեկ անգամյա անբարոյական ես, ջնջել հնարավոր չէ, բայց եթե դու վերցրել ես, խոսք ես տվել ու հանկարծ դրան դեմ ես գնում, դու կրկնակի անբարոյական ես։ Տեսեք ինչ էին քարոզում վերցրեք խապեք այդ առանց այդ տեղից հին ժողովուրդները միշտ էլ գցող են լինում հնագույն ժողովուրդներ ինչպես Լորենս Արաբյացին է ասում հա մեզ էլի վարժեցնում են դրան թե այն դեպքում երբ որ մենք ունեինք ռեալ շանս եւ Նիկոլի 18 թվականին գալուց հետո էլ ռեալ շանս ունեինք մեր այս ներսի կեղտը հիվանդությունը մաքրելու բարոյական դառնալու մի քիչ գոնե բայց այդ բարոյականությունը այնքան սրիկա ենք որ իջեցրել հասցրել ենք ֆիզիոլոգիական մակարդակի առանց ընդունելու, որտեղ դա բարդ բան է։ Ընդունել, որ բարոյականությունը բանական առավել եւս հոգեվոր կատեգորիա է։ Ասում ենք, դե եթե մարդը լևի գնաց, անբարոյական է ֆիզիկական մակարդակում, հա։ Դա շատ հեշտ է, ուղիղ հակառակը գիտեք։ Դուք այս սեղանին չեք կարող ասել բարոյական է կամ անբարոյական է, գույնը կարող եք ասել, ձևը կարող եք ասել, սա ձևի խնդիր է։ Ոնց որ Թումանյանն էր ասում 1000 այսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր։ Ես միշտ հոգի եզերքի մեջ հոգու հետ ինչ կա որ այ հոգեվոր մակարդակում կարելի է փոխել, այն որ ընկերոջը խափում է, բարեկամին խափում է, ընտրություններում վեր են կենում կեղծ բաներ են ասում, ինչ 300,000 աշխատատեղ։ Նիկոլն էլ այդ տարբեր բան չի, իրանք նույն ժողովրդից են, ես էլ հետները, դուք էլ հետները։ Նիկոլն էլ ասում էր 10 միլիոն ծառ եմ տնկելու։ Մենք հավենք, ինչի մոռացանք, ինչի հետևից չենք գնում այդ խոստումների ու կանգնենք, ասենք դու սուտ խոսեցիր եղբայր։ Ինքն էլ եթե բարոյական մարդ է կասի ներողություն, ես վստահ եմ որ կասի ներողություն, ես սխալվեցի։ 10 միլիոն ծառ Երևանի տանիքներում անգամ տեղ չի անի որ տնկես։ Այդ դա նույնն է ինչ որ հիմիկվա 300,000 աշխատատեղը։ Չէ որ դա անլուրջ է 300,000 գործազուրկ որպես այդպես ինչ ունենք, ես գործազուրկ չեմ համարվում։ Թեև իմ աշխատավարձը կրկնում եմ իմ ծխախոտին եւ բնակվարձին հաստատ չի բավարարում։ Այնպես որ ամեն ինչ է խեղված եւ այդ խեղումների ակունքը հոգեվորն է։ Եթե մենք այդտեղից չենք սկսում եւ փորձում ենք միայն ֆիզիոլոգիային վերածել ամեն ինչ կենթանականի, մենք դրանով նմանվում ենք այն որ ասում աման հարևանները չիմանան երեխես էս հիվանդությունն ունի, արի դիմա փոշոր բանով սվաղեմ եւ տակից ավելի է բորբոքվում եւ արդեն քրոնիկ հիվանդություն է դառնում։ Հիմա ինձ ես հասկանում եմ, որ անընդհատ գրում են, հա ճիշտ եք ասում, բայց դե մենակ վատն եք ասում, բան, լավ ասող կա, գցեք բան, լրաբեր լավը կասեն, այդ լավը ես իրենցից ավելի խորությամբ եմ տեսնում, երբ լավ բան եմ տեսնում։ Ամեն մեկն իր առաքելության մեջ պիտի մնա։ Իմ խնդիրն է պարզապես ասել ինչն է որ մեզ մոտ վատ է ստացվում, փորձենք դա շտկել։ Չէ որ ցանկացած բժշկում սկսվում է ախտորոշումից, մտավորականի խնդիրը հենց այդ ախտորոշող լինելն է, ոչ ավելին։ Դրանից ավելին արդեն քաղաքական գործչինն է, պետական գործչինն է, որ կարողանա ինքը գնալ եւ բան, այսինքն ես որպես քաղաքական գործիչ չէ որ հիմա մուննաթ եմ գալիս, հա, մուննաթ էլ չեմ գալիս, ասում եմ, այստեղ մենք վատն ենք։ Մենք դադարենք սուտ խոսելուց, ասում եմ, իսկ ինչ եք առաջարկում, դադարենք սուտ խոսելուց, այդքան տղա եք, սուտ մի խոսեք։ Կկարողանան քաղաքականության մեջ առանց դրա։ Իհարկե կկարողանան, երևի թե ես գոնե 22-23 տարի ես կուսակցական եմ եղել, սուտ չեմ խոսել։
Իսկ եթե խոսել եմ անգիտակցաբար եղել, հիմա չեմ կարողանում տեղը բերեմ, եթե խոսել եմ թող Աստվածների։ Չնայած Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքերը հիշեցի, որ ասում է քաղաքականությունը, ովքեր ասում են անբարոյականությունը, իրենց արշինով չափելով են ասում։ Ճիշտն ասած, այդպես չէ, Տեր-Պետրոսյանը հենց ինքը հրապարակում ասաց այդ որ քաղաքականությունն անբարոյականություն է, դրանից հետո այլևս դադարեցի այդ միտինգներին գնալ կոնգրեսի։ Բայց այո, ձեր ասացի հետ ես եմ համաձայն, որ անբարոյական ինչով էլ զբաղվի, այդ ոլորտը անբարոյականության կվերածի, այո։ Իշմեք կորոնայի ժամանակ ամբողջ մեր սոցիալական ցանցերը լցված էին, բժիշկը մեր հերոսն է, բժիշկները հերոս են։ Դրանից մի քիչ առաջ բժիշկներին հայում են, որ կաշառակել են, սրիկային, բայց դա կլինի լավ բժիշկ էլ, վատ բժիշկ էլ։ Մենք տեսեք ոնց ենք արժեքները իմաստազրկում, հերոսն ենք իմաստազրկում։ Դրա համար հիմա ով գերի ընկել, ով սպանվել է, չգիտեմ, դրանց բոլորին մենք հերոս ենք ասում։ Դրանով արժեզրկելով, որ մենք մատների վրա հաշված հերոսներ պիտի ունենայինք։ Իսկ երբ մենք արժեզրկում ենք եւ sense բռելով տանում հերոսի կոչում ենք տալիս այդ սովետական զզվելի ատավիզմը ոչ մի երկրում, նորմալ երկրում, ոչ ավտորիտար, ոչ բռնապետական երկրում պետության կողմից շնորհվող այդպիսի կարգավիճակ չկա հերոսի կոչում։ Դա ազգի իրավունքներն են, ժամանակի մեծ կտրվածքով։ Սրանք ուզուրպատորներ են։ Պուտինը, ասենք մեր Նիկոլը, դրանից առաջ Սերժը, Լևոնը, չգիտեմ, Ռոբը, հա, որ հերոսի կոչում էին տալիս։ Դա ազգի իրավունքն է։ Այ ազգը կմաղի, վերջում մեզ մի հատ անդրանիկ, մի հատ նժդեհ կթողնի, հա։ Այսօրվա վիճակում էլ մենք չգիտենք երկակի է դատվելու, թե ոնց է դատվելու պատմության կողմից, ասենք իմ երիտասարդության ընկերներից ինձ համար շատ սիրելի, ասենք լուսահոգի Վազգեն Սարգսյանը, շատ տաղանդավոր գրող եւ տաղանդավոր մարդ ու ուժը խոտառություն ունեցող Վանո Սիրադեղյանը, գուցե երկակի են դատվելու պատմության կողմից, այ ազգը կորոշի ինքը, իսկ ազգը պահի մեջ ինքը այդ նույն ազգը, որ ժողովուրդը ներկայանում ինքը շատ անբարոյական է այսօր, բայց իր ողնուղեղի մեջ այն ինչ ազգային է, ազգի հավիտենականը, այն նժդեհը, որ ասում էր, այդ ինքը շատ բարոյական է, ինքը կեղծ հերոսներ չի պահի, բացառված է։ Պարոն Հայրապետյան, մեր զրույցը մի փոքր այսպես այլ հունով է սկսեց ընթանալ, ուզում եք վերկենամ ասեմ, ես ինչ այսքան ձենակեղծել են, ես ինքս չեմ գնացել քվեարկության, այդ տես բաներ իմանալու համար կանչեք այսօրվա են, որ գնացել են, իրենք էլ գիտեն, որ 0.3% ձեն են հավաքելու ու թևերը կշտած մտան բանի մեջ, ինչա թե մի կտոր լափի ծայր էին ցույց տվել, ջան ամաչում ազգին իրենք էլ իրենք չափով վատությունն արեցին, կարող է ինչ է մի հատ ընդհանրական, եթե դեմ են վարվող քաղաքականության փիլիսոփայությանը, առաջարկեն գնային։ Այդ չէ, հիմա ինչ ուզում եք դրանց կանչեք, թող իրանք քաղաքականություն ասեն։ Ես չէ, այդ իմաստով չեմ ասում, այ որ հանրության մասին խոսեցինք, ընտրակաշարքի այդ ակտիվ ազդեցության կամ տարածվածության մասին խոսեցինք, եւ այս համատեքստում նաեւ հետաքրքիր է, որ թեև ընդդիմադիր նաև խորհրդարան անցած կուսակցությունները բողոքեցին, դժգոհեցին, նաև պատրաստում են սահմանադրական դատարան դիմել վիճարկելու ընտրությունների արդյունքները, բայց հանրության կողմից այն զանգվածային բողոքի ալիք, փողոց դուրս գալ, ինչ որ այդ ամեն ինչը չտեսանք նաև մյուս կողմից, այսինքն հանրությունը այս ամեն ինչի հետ հաշտեղավ, թե այնուամենայնիվ այս ընդդիմադիր ուժերը ինչով, այսինքն չուզեց նրանց համար դուրս գալ փողոց, այդ պահը ոնց հասկանանք։ Դերքսել ճիշտ եք ասում, նախ հանրությունը ողնուղեղով էլի կրկնեմ ինքը բարոյական է, ավելին հանրությունը ողնուղեղով շիճուկով իր ուղեղի անգամ, հա, ինքը արևմտյան է, զգաց որ սա քայլ առաջ է, սա քայլ առաջ է 2008-ի ընտրություններից։ Ոչ թե քայլ, այլ միգուցե տասնյակ։ Այո։ Եթե 2008-ի հետ ենք համատում։ Ինչի՞ պիտի կուտը դուրս գա, ում հետևից գնա, երեկվա կեղծողների հետևից։ Ինչ տարբերություն իր համար երեկվանն է կեղծում, թե այսօրվա, նմանավանդ այսօրվանը ավելի քիչ է կեղծում։ Այս մեկ հանրության ոչ շահագրգիռ լինելու համար, նրանք էլ որ ասում եք նրանք դիմել են թատրոնը պիտի խաղան, բա իհարկե գումար են տվել, հանրականը ստացել են Կրեմլում նստած եֆրեյտորներից, պիտի կատարեն, մի քիչ ձև անեն, թե դիմադրում են Կովկասի գերու մեջ Ֆրունզիկը ոնց է ասում, կճե չանես միլիցիա կկանչի բան, բայց այդ հին ավանդույթ է, այո, կանեն դա ու կվերջանա, հա։
իրենց ուժերը, բայց եթե այդպես եթե արևմտյան եւ ռուսական բաժանում փորձեն կանել, այդ ուժերը անցել են խորհրդարան ռուսամետ Ռուսաստանի հետ առնչվող որ կապում են։ Ռուսաստանը իդեպ չի շտապում ոչ միայն չի շտապում շնորհավորել, այլև խախտումների մասին հենց Կրեմլի խոսնակի մակարդակով ակնարկներ է անում։ Մեկ շաբաթից ավելի անցել շնորհավորանք չկա Մոսկվայից։ Ինչ է, մենք դա խաղը բնական պետք է լինի, թե չպետք է լինի։ Դուք ասում եք, այդ անցել են ռուսական ուժեր։ Խորհրդարան անցած բոլոր ուժերն են ռուսական։ Այդ թվում իշխանական։ Առաջին հերթին իշխանական, որտեվ դուք ինչ եք ուզում, կարող էր գերմանական Բուխենվալդում 43 թվականին ներսում ընտրություններ կայանային։ Մենք ռուսական գոտում ենք, Ռուսաստանն այստեղ երբեք թույլ չի տվել, որ իր տեխնացում չլինի իշխանության։ Այս անգամ էլ թույլ չի տվել, պարզապես ամեն անգամ թույլ տալիս մտածում է, ինչպիսի փսիխոգրամմայով մեկն է պետք, որը տվյալ պահի իր շահերը առավել արդյունավետ կարողանա սպասարկել։ Հիմա այս պահի համար Նիկոլն էր պետք 18 թվականին, բերեցին Նիկոլի կերպարով։ Ռուսները իշխանությանը ասում եմ դեպի արևմուտք գնացող, որը նաև, չգիտեմ, Եվրոմիության անդամակցելու մասին օրենք է ընդունել, ռուս սահմանապահներին է հայաստանյան սահմանից հանում, հա, հսկողություն։ Դուք էլ ասեք, ասելով ոչի, ասելով է ժողովուրդը գոռում էր բարաբային, ազատ արձակեք Հիսուսին խաչը հանեք։ Դա ասելով ոչի, դուք այդ դեպքում չնայած ես ինձ գործիք չեմ համարում, այդ դեպքում իզուրել ներկայացրեցիք հանրային գործիք, գնացեք փողոցից մեկին բռնեք, շատ էլ հանգիստ խոսի, բա իհարկե Նիկոլն արևմուտք է գնում։ Չէ, ես այն փաստարկներն եմ ներկայացնում, երբ որ նման խոսակցություն է լինում, այդ հակափաստարկները սկսվում են կամ առնվազն այդ նախադասություններն են հնչում որպես հակափաստարկ։ Հա, բա ինչ եք ուզում։ Մեր ժողովուրդը կարող է այդպես ասել, բայց երբ որ մյուսներն են ասում, մի քիչ ավելի ինտելեկտուալ զանգվածն է այդպես ասում, իրենք արդեն ոչ թե միամիտ են կամ տգետ են, իրենք պարզապես սրիկա են, գիտեն ճշմարտությունը եւ ճշմարտությունը չեն ասում։ Համաձայն եմ, որ գուցե կան անմարսելի ճշմարտություններ փոքրիկ ստամոքսների համար, ուղեղային ստամոքսների համար, բայց գոնե լռեն այդ դեպքում սուտ ասել պետք չէ, երբեք։ Չես կարող ճշմարտությունն ասել, մի ասա, բայց սուտ մի ասա։ Իսկ այս ընտրություններին արևմտամետ ուժերս ցես մասնակցում էին, թե չէ, որովհետև այնուամենայնիվ կային երկու ուժ, այս պահին իմ հիշելով կոնկրետ երկուսին կմտաբերեմ, ովքեր որոնք խոսում էին դեպի արևմուտք գնալու մասին, Ռուսաստանի հետ ինչի՞ չէ կապերը խզելու, հապկից դուրս գալու եւ այլ նման բաների մասին։ Թե նրանք էլ էին նույն դեկորի մաս։ Չգիտեմ ովքեր են ձեր Հանրապետություն եւ Հանուն Հանրապետության Արման Պապաջանյան, Արամ Սավենի Սարգսյան։ Հա, բայց այդ արևմուտք ասելով չէ՞ էլի արևմուտք գնալը։ Հիմա տեսեք արևմտամետ դուք ասացիք։ Հենց վիրավորված եմ, որ Հայաստանում լապտերով օրը ցերեկով պիտի ման գաս հայ մարդ, կամ ռուսամետ են կամ արևմտամետ են, հայ կա թե չկա։ Այսօր ես չէի ուզենա, որ մենք հապկից դուրս գալու դեմում ներկայացնենք։ Այդ նշանակում է, հա, այսինքն արևմուտքին ես ուզում հաճոյանալ, այս ինչ իքականացում է, ուզում են անպայման դուրս գալ։ Այն երկնքում թռչող աղավներին, որ գնա Վարուժանին հետևից բերի, հա։ Ամոթ է սասրակությունը, ջահանդամը, բայց բանը այդ քաղաքական էլիտան ոնց է իրեն թույլ տալիս իքականանալ մինչև խորքը չի կարելի չէ արևմտամետ ոչ եթե այլ ազգային ուրիշ բան որ այսօր մեր ազգային շահը ավելի համընկնում է արևմտյան քաղաքականության հետ Դեռ ավելին մենք մեր մշակութաբանությամբ, մեր մշակույթով արևմտյան քաղաքակրթության մաս ենք, ավելի շատ, քան արևելյան, թեև արևելյան ենք նաև, հիշում եք ես այդ Սիրտ Կամարոյի մասին ասացի, այո, բայց ավելի շատ մենք այդ արևմտյան ցիվիլիզացիան ստեղծողներից մեկն ենք։ Բա ինչ է այսպես ասած նախ այդ բաժանում է այդ ռուսամետ արևմտամետ եւ այդ արևմտյան արժեքների մասին խոսացող ուժերի հետևից չեն գնում կամ ինչու է այդ դեպքում նաեւ Ռուսաստանը շարունակում իր այդ ձեր ներկայացրած միջամտությունը ներկայություն ունենալ եթե դու այնուամենայնիվ ողնուղեղով այն կողմես ինչի է ինքը այստեղ այնց է տեսեք դուք ինքներդ էլ ասացիք կես քայլել եկեք առաջ գնանք հա այդ ռուսները
իրենք են չէ ասում, այ տեսեք, այս սրանք սրիկա են, արևմտամետ են։ Այդ ռուսական խոսույթը, մենք իրենց թութակն ենք կրկնենք, իրենց ուզած իրենց խոսույթը ներարկենք մեր ժողովրդի մեջ։ Պետք է ասել ժողովրդին, ժողովուրդ չկա է ռուսամետ, արևմտամետ, այդ լինելը ռուսամետ կամ արևմտամետ լինելը սրիկայություն է։ Դի հայ լինես Հայաստանում, Հայաստանի պամծացումը պիտի երազես։ Այդպիսի գործիչ կամ քաղաքական ուժ քաղաքական ասպարեզում ակտիվ։ Եթե լիներ ես քվեարկության կգնա, եթե այդ ներկայացվածների մեջ լիներ, բայց իմ մտերմագույն ազգականները երբ հարցնում են, ասում են, եթե ինձ եք հարցնում, ուրեմն իմ տեսակի մասն եք հարցնում, գնացեք որտեղ Ազատն է Արշակյան, Ազատի կուսակցությունը որով գնում է դրան ձեն տվեք, թեկուզ գիտեմ չի անցնելու, որտեղ Շանթի տղեն է, հա, Շահեն Հարությունյանը, գնացեք նրան, որտեվ իմ տեսակը դա է, ուրիշ մարդ ես չգիտեմ, գուցե էլի այնտեղ կան, ինձ համար հարազատ մարդիկ կան, օրինակ Արամի անունը տվեցիք, Արամ Սարգսյանի, ինքը իմ ամենասիրելի Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ինչքան էլ ասի, որ ինքը ինքնուրույն է, ես նրա ձայնի մեջ Վազգենի ձայնի կարոտն եմ առնում։ Բնականաբար, բայց եթե մինչև վերջ վստահելու լինեի որևէ ուժի կգնայի քվեարկության, որտեղ իսկականից արևմտամետ ու ռուսամետ են, այն էլ ջոկել են, այստեղ խաղամ ավելի շահավետ կլինի, այստեղ խաղամ ավելի շահավետ կլինի, սա նոր չէ մեր պատմության մեջ։ Նույնիսկ տեսեք կուսակցություններ չկային, կուսակցություն բառը Ռաֆին օգտագործում է մեր գրող Ռաֆին, դեռ հայ կուսակցությունները ստեղծված էլ չէին։ Այն ժամանակ էլ կային բյուզանդասերների կուսակցություններ, պարսկասերների կուսակցություններ, կուսակցություն այդ նշանակում է գաղափարական համակցություն, չգիտեմ, ես իրավունք ունեմ եւս 2-3 նախադասություն այստեղ շատ հիմնավորելու համար։ Լուսահոգի Այդին Մորիկյանը Ռաֆի Հովհաննիսյանի թերթն էր տպում Օրանը։ Հիշում եմ, որ ես մի հոդված գրեցի եւ պարոն Մակյանի հետ մենք երկուսով Պետրոս Մակյանի հետ ստորագրեցինք, ասում եմ այդ աչելի ձախերելի, եթե իսկականից Հայաստանում կուսակցական համակարգ պիտի կայանա, այդ աչ, ձախ, ցենտրիստ, լուսանցք, հա, էս է բանը մոդելը։ Բայց մեզանում նույնիսկ գծագիր էի գծել այդտեղ դրել, Այդինը տպեց, հա, խախտված է այստեղ եւ դա ռուսների խոսույթն է, արևմտամետ եւ դրա համար էլ մենք չենք կարողանում կողմնորոշվել ամենագլխավոր հարցում այն ինչ ամբողջ քաղաքի քաղաքական ամբողջ աշխարհի քաղաքական կուսակցությունների խնդիրն է դու պետության սեփականության պետության դերի հետ կապված ինչ ընկալումներ ունես ըստ այդմ էլ դու կամ լիբերալ ես կամ կոնսերվատիվ ես կամ սոցիալիստ ես կամ էլ ֆաշիստ ես լուսանցքային, այսինքն, հա, որևէ մեկը պիտի ինտերես։ Դրանք տարբեր անուններ կարող են ունենալ, տարբեր չափաբաժիններով, բայց ջրբաժաններ կան։ Հիմա նույնիսկ աշխարհն ավելի առաջ է գնացել։ Լիբերալ կոնսերվատիզմն են ասում, հա, շատ ավելի լուրջ բան կա, բայց մենք քանի որ մի քիչ թե ուզում կոպիտ ստացվի, լավ, Աքսել Բակունցից օրինակը բերեմ, Աքսել Բակունցի գործերից մեկում գավառական քաղաքի Գյոլեսի մասին, հա, այնտեղ երկու տիկնանց մասին է խոսում, հարուստների կանանց մասին, ասում են նրանք ճաշակ ունեն, մեկը ճաշը էս ինչ բանով էր սիրում, նույն ճաշը էլի, մյուսը էս ինչով էր սիրում, այդտեղ ավարտվում է նրանք ճաշակը։ Այդպես մեր Նիկոլն եկավ, ասում է, ես իզմեր չեմ ընդունում։ Իշ մեկ ինձ 18 թվական, դե լավ ինքը իզմեր չի ընդունում, բայց այդ իզմերը կան, անկախ մեզանից կան։ Հիմա մենք կարող ենք ասել գիշերը չեմ ընդունում, բայց գիշերը գալու է, ցերեկը չեմ ընդունում, բայց դա գալու է։ Ինչ ենք մենք մեզ գույրի տեղ դնում մեր ընդունելով չընդունելով չէ մենք օբյեկտիվ ռեալության հետ պիտի հաշվի նստենք թե չէ հիմա մենք որ գույնն ենք ավելի շատ մեր ժողովուրդն ինչպես օրինակ ասենք անգլիական ժողովուրդ տաստված երբևէ Մեծ Բրիտանիայում լինեք դա ձեզ շատ դուր կգա էլի այնտեղ դուք ավելի շատ մի փողոցով անցնելիս 1 ժամում ավելի շատ փողկապավոր եւ կոստյումով մարդկանց կտեսնեք քան եվրոպական մի քանի մայրաքաղաքներում միասին վերցրած եթե 1 ամիս մնաք անգամ։ Տեսեք կոնսերվատիվ ժողովուրդ է, հա, այսինքն ժողովուրդներն կարող են այդպեսին լինել։ Երեք ֆուտբոլ էր, չէ՞, Սենեգալը եւ Ֆրանսիան։ Ընկերներիցս մեկը զանգել ասում է կարող ես ասել որ թիմի խաղացողներն են ավելի սև։ Բայց այստեղ իհարկե ռասիստական բան չկա, կատակ ուղակի, այսինքն աշխարհը ինչ ուղղությամբ է զարգանում։ Մենք sense բաները հաշվի չառնելով, չնկատելով, թեկուզ դրա մի ուրիշ տարբերակը մեր առջև արդեն իսկ ծագած է։ Այս ռուսական կիբերդեսանտը, որ մի քանի տարի առաջ հիշեցրին այստեղ, մի օր սա պայթելու է, հենց այնպես չի լինելու։
Այսքան հնդիկները որ գալիս են, որոնք բոլոր ծակուցուկերը գիտեն եւ ինչ գիտեք, որ հատուկ ծառայություններն են նրանց հետ աշխատում, ում են այդ ինֆորմացիան տալիս, այդ Google մապերը որ կան, Yandex-ը, հա? Տեղերը բոլորիս գիտի։ Երեք ընդամենը 5-600 հոգի մարդ է պետք, ընդորում տարբեր երկրներից եկած տարբեր բաներ անող, որոնք մի օրվա մեջ, մի քանի ժամվա մեջ կարող են պարալիզացնել երկիրը եւ իշխանություն փոխել Հայաստան։ Մենք այս անվտանգային խնդիրները մեր աչքի առաջ ունենք։ Մենք տեսնում ենք, որ ալիևս տեղից մինչև օվկիանոսի այն կողմը, ինչը Ռուսաստանին դուր գա եւ ինչը Հայաստանի հովանավորող Ֆրանսիային խփի, գնաց Կալեդոնյան կղզիներում հեղաշրջում էր անում, 2 անգամ ապստամբության փորձ արեց։ Այսինքն լուրջ խաղացողների հետ մենք գործ ունենք, մենք եկել ենք ստեղ, ասում ենք, գիտեք, այսքան մանկապարտեզ, այսքան դպրոց ենք վերանորոգել, հա, լավ եք արել, դա շատ լավ է, շատ կարևոր է, բայց գնացեք Թումանյան ու Վանտերյան կարդացեք, որ ասում են դպրոցի շենքը չի, երկուսն էլ ասում են, ընդ որում իրարից անկախ են ասում։ Լավ, ներողություն։ Պարոն Հարապետյան, այդ քաղաքականության այդ դասական մոդելը, որի մասին խոսում եք, աջակողմյան, ցախակողմյան, պահպանողական, լիբերալ, մենք դրան երբ կհասնենք, թե չէ ասես։ Գուցե մենք հասնենք այն ժամանակ, երբ արդեն դրա անհրաժեշտությունն արդեն ավարտված կլինի պատմական միսիան թվային դարաշրջանում, չգիտեմ, ինչպես որ օրինակ ասենք, տեսեք, մեր Ռաֆին սկսեց վեպեր գրել, պատմական վեպեր, այն ժամանակ, երբ որ Եվրոպայում ավարտվեց ռոմանտիզմի դարաշրջանը, ավարտվել էր, նրանք ուրիշ տեղ էին մտել։ Մենք դեռ այո, հետևից միակ անգամը որ սենց հավասար փորձում էին գնալ այդ Պոլսի բանաստեղծներն էին, հա, Մեծ Արենցով, Վարուժանով, բան, միակ ժամանակն էր, որ մեր մտայնությունը հավասար փորձում էր գնալ։ Մի այդպիսի փոքրիկ բան համաշխարհային զարգացման հետ արեցին Գարգին Նեժդեհն ու Դրաստամատ Կանայանը, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ փորձում էին եվրոպահայություն փրկել։ Երբ որ փորձում էին, երբ որ աշխարհը ինչ որ խառնվի, Հայաստանի այս տարածքի հայությունը բնաջնջումից փրկեն։ Այսինքն երևացող խնդրից այն կողմ եղած բուն խնդիրը տեսնող մարդիկ են։ 90-ականների սկզբին։ Այո, Լեոն Տեր-Պետրոսյանի իմաստնությունը երբեք հնարավոր չէ ուրանալ, մեծ իմաստնությունը երբեք հնարավոր չէ ուրանալ, ինչպես նաև Վազգեն Մանուկյանի, որոնք լուրջ խնդիրներ էին առաջ քաշում։ Ափսոս մենք փոխանակ առաջ գնայինք, մենք դեգրադացվեցինք, այսօր այդ կալիբրի գործիչներ գոնե 50 անգամ ցածր, շատ չէ, էլի գոնե 50 անգամ ցածր ունենայինք, դա էլ չունենք։ Ինքնահավան գեղցիներ են, ուղղակի գյուղացիների հետ կապ չունի, դա գեղցիներ, գավառամիտ ձեռնացումներ, ծաղրացումներ։ Հասկանալի է։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ռադար զրույցը։ Բարին ընդ ձեզ։